ամեն դեպքում Չէ, ով որ ցանկություն ունենա, մենք պատրաստ ենք հանդիպել, այսինքն չենք ուզում փակ դռների հետևում որևէ որոշում կայացնենք, կհանդիպենք, կքննարկենք այսօր շատ թեժ, հետաքրքիր եւ կարելի ասել ինտենսիվ հանդիպում ենք ունեցել, փակ հանդիպում այն մարդկանց հետ, ովքեր մեզ վստահություն են տվել եւ հետագայում հնարավորություն կունենանք եւս այդպիսի հանդիպում ունենանք, ով ցանկություն ունի, ով մեզ վստահություն է տվել, ազատ է, կարող է գալ, քննարկենք իրար։ Հիմա որ ասել եք, որ ներողություն հանդիպան ընթացքում պետք է քննարկվի մանդատները վերցնել չվերցնելու հարցը, դա ինչպեսին էր նաեւ ձեր հանդիպան եկած քաղաքացիների մեծամասնությունը ինչ տրամադրվածություն ուներ։ Տեսեք, հանդիպումը փակ ֆորմատով էր, բայց հիմնականում մարդկանց երկու բևեռային կարծիք կար։ Մի մասը մարդկանց կարծում էր, որ պետք է օրենսդիրով քայլեր անել, բոլորի նպատակը մեկն էր՝ իշխանության փոփոխություն։ Բոլորի նպատակը նա էր, որ ընտրակեղծիքներով իշխանություն պահել ցանկացող իշխանությանը պետք է հնարավորություն չտանք վերարտադրվի։ Բայց գործիքակազմերի տարբերության մասին էինք խոսում։ Ընդհանուր տրամաբանություններ գտանք, բայց պետք է աշխատենք եւս, որ մեր հայրենակիցների վստահությունը կարողանանք արդարացնենք։ Մի բան եմ ուզում ասել, մենք նոր ենք քաղաքականության մեջ եւ ցանկանում ենք մեր բոլոր այն մարդկանց, ովքեր վստահություն են մեզ տվել, իրենց համար, իրենց բավարարող, մեծի մասամբ չեմ կարող ասել 100%-ի բավարարող լուծում գտնել, որ նաեւ կբերի մեր երկրում մեծ փոփոխության մեր երկրում։ Պարոն Կարապետյան, մի վարք մենք էլ էլի հարցեցանք, հարցազրույցը չվերացենք։ Պարոն Կարապետյան, ի վերջո հանդիպումները միայն քաղաքացիների հետ են, ինչ փոխանցեք մեզ քաղաքական ուժերի Հերթով ժողովուրդ հերթով հետ հանդիպումներ, ինչ քննարկումներ են եղել այս ընթացքում եւ Սամվել Կարապետյանի կոնսոլիդացիայի կոչից հետո ինչ կոնկրետ պայմանավորվածություններ ունեք, որ այս պահին կներկայացնեք։ Տեղի ունենալու հանդիպում արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ, իրենց հետ ընդհանուր քննարկումների մեջ ենք, մտածում ենք այն ռազմավարությունը, որ հետագան պետք է ունենանք։ Արտախորհրդարանական ուժերի չի ուզենա ասել, ով որ վերջնական համաձայնության կգանք, հիմնական հարցը փոշիացման դեմ պայքարն է։ Ապագայում փոշիացումը բերել է այսօր այն խնդրի, որ իշխանությունը ունենալով 50% մինուս ձայն, այսինքն 49% մեծամասնության ձայն չունենալով, իշխանությունը փորձում է հնարավորություն գտնել վերարտադրվել։ Այդ օրենսդրական մեխանիզմներով անվտանգային է տաղետները, որոնք մատնանշել եք, կարողանաք հաղթահարել ըստ ձեզ։ Հանրաքվե առանց այսօր հանրաքվե իշխանությունը չի կարողանա անել։ Այսօր արդեն չի կարողանա, բայց եթե Սահմանադրական դատարանը գտնվի դատական Հայաստանում օրենքի, իրավունքի, գերակայության, տրամաբանության մեջ, մենք հնարավորություն ենք ունենալու նաև 3/5 սահմանափակումը կիրառել իշխանության դեմ եւ այդ պարագայում շատ են սահմանափակված լինելու իշխանության հնարավորությունները։ Քաղաքական առաջնորդներին իզոլացնեն։ Իզոլացնում են տասնյակ ցուցակի գրեթե բոլոր անդամներին փորձում են իզոլացնել։ Դա պայքար է։ Պարոն Կարապետյան, կներեք, Պարոն Կարապետյան, այսօրվա հանդիպման հետ կապված կա այսպիսի մեկնաբանություն, որ դուք արդեն ունեք ձեր գրպանում մանդատները վերցնելու որոշումը եւ հիմա դա փորձում եք նետել քաղաքացիների գրպանը, ասեք քաղաքացիներն են դա ուզում, կա նման բան, թե չէ դուք ունեք նման որոշում։ Տեսեք, առաջի օրը ընտրությունների հաջորդող օրերը գրեթե թիմի մեծամասնությունը ցանկություն ուներ չվերցնել մանդատները։ Հետագայում մենք մի քանի ճանապարհներ են, քննարկումներ ենք ունենում, որ վստահ ասեմ ունենք արդեն նախանշած վերջնական ճանապարհ, չեմ կարող ասել, որ ունենք։ Ժամանակի ընթացքում կարծում եմ Սահմանադրական դատարանի որոշման արդյունքում, հետագա քայլերի պլանավորման որոշման արդյունքում մենք հանդես կգանք հայտարարությամբ, դա լինելու է մարդկանց աչքի առաջ, թափանցիկ, այդտեղ այլ բան չկա։ Սպասելիքներ ունեք Սահմանադրական դատարանից հաշվի առնելով, որ ընդդիմադիրները, հա, նաև մշտապես ոչ դրական վերաբերմունք են արտահայտել կառույցի գործունեության վերաբերյալ։ Դա կա, բայց մենք չենք կարող մերժել պետական բոլոր ինստիտուտները, չեն կարող մերժել պետական ինստիտուտները, պետք է մենք հարգենք մեր պետական այն ինստիտուտը, որը կարող է, եթե կամք դրսևորի, օրինականության շրջանակներում ապահովի
ձայնագողության բացակայությունը, այսինքն ապահովի այն քայլը, որ ԲԿ-ի 50,000 մարդու ձայն չգողանան։ Այսօր հույս է տալիս այն, կներեք ինչ, իսկ 58,000 մարդու համար չպայքարենք մենք։ 58,000 ձեր հայրենակիցներ, պատկերացնում եք այստեղ հավաքված լինեն, պատկերացրեք այստեղ հավաքված լինեն 58,000 մարդ, այո, 58,000 մարդ, եւ իրենց ձայները ձեր ֆինանսավորող կուսակցության ղեկավարը գողացել է։ Քաղաքականները արդեն տարածում են որոշ լուրեր, քաղաքական գաստրոլյորը եւ ինչ որ X ժամանակ հետո լքելու է ձեզ, գնալու է ուրիշ նման պլաններ կան թե չէ։ Սամվել Կարապետյանը երկար պլաններ ունի Հայաստանում եւ Սամվել Կարապետյանը մասնակցելու է Հայաստանի մենք ամեն ինչ անելու ենք որ փոփոխություն լինի ու վերակառուցման գնա մեր երկիրը։ Այս խաբեությունները որ հիմա այս մարդիկ անում են մի ինչ որ ժամանակ կարող են մարդկանց աչքերն էլի թոս փչել, բայց ամեն հաջորդ տարին իրենց վստահության տոկոսը անկում է ապրում, անխուսափելի է փոփոխություն։ Իհարկե մենք մարտահրավերների առաջ հանդես եկանք, ունեցանք մարտահրավերներ, հիմնական մարտահրավերները նրանք են, որ այս մարդիկ ինչքան երկար մնան իշխանության, այդքան շատ խնդիրներ ունենք։ Դուք տեսաք, որ առաջի երկրի օտարերկրյա երկրի ներկայացուցիչը, որ եկել է Հայաստան ընտրություններից հետո, չի եղել Եվրոպական միության ներկայացուցիչը, չի եղել այլ Ամերիկայի Միացյալ Նահանգների, չի եղել մեր արևան երկրների ներկայացուցիչը, եղել է Ադրբեջանի նախագահի օգնականը, ով եկել է Հայաստան եւ եղել է այն քաղաքում, որտեղ ոչ աշխատանքային օր եղել է Հայաստանի վարչապետը։ Սա նշանակում է, որ ինչքան երկար այս իշխանությունը մնա կառավարի Հայաստանում, այնքան շատ են վտանգները, այն վտանգները, որի մասին մենք հարյուրավոր անգամ բարձրաձայնել ենք եւ որի մասին վերջապես 2 օր առաջ նաեւ ձեր գոլեգաներից չեմ հիշում, ում հարցին պատասխանելով ընդունեց այսօրվա քաղաքացիական պայմանագրի ղեկավարը, որ այո, Ադրբեջանում կա այդպիսի խոսույթ, նա քննադատեց այդ խոսույթը, բայց ամբողջ նախընտրական շրջանում հիշում եք ինչքան էին ասում չկա այդպիսի բան։ Ընտրությունից հետո ասեցին թե Ընդդիմությունից է որ կա, անդիմադիրները դրոշներ են դրել ազգային ժողովին, սադրում են եւ դա հայելանման Արցախի դրոշները դրել են խորհրդարանում, սադրում են իրենք էլ Սամվել Կարապետյանի առաջարկից հետո հանդիպում եղել է Գագիկ Ծառուկյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ, թե չէ պարոն Կարապետյանի հետ այդ հանդիպումը եղել է, թե չէ դա մեկ։ Երկրորդն էլ ընդհանուր ընդդիմությունը 500,000-ից ավել քվե է ստացել։ Ինչու իրենց չեք հորդորում դուրս գան եւ արտարությունը վերականգնեն այդ ճանապարհով, թե սպասում եք սահմանադրական դատարանի։ Տեսեք, ընթացակարգերով ամեն դեպքում մենք կգնանք, ընթացակարգերով կհետևենք ընթացակարգերին, բայց նաև մենք պետք է մի բան հասկանանք, որ ժողովուրդը պետք է իր խոսքը ասի 1 օր եւ դա լինելու է որոշիչ օր։ Մենք չենք ուզում մի օր դա արդեն այսօր կարծում եմ ինչքան շուտ է ժողովրդին հանեք փողոց ձեր Նաև Նարեկ ջան, ձեր աշխատանքը, ձեր կրտնաջան աշխատանքը կբերի դրան։ Ես այսօր տեսնում եմ, թե Factor TV-ն ինչ մեծ մղումով է պաշտպանում գողացված ձայների, ընտրակեղծիքների դեմ ինչ պայքար է տանում Factor TV-ն։ Ձեր աշխատանքը կօգնի մեզ։ Պետք է դուք շարունակեք ընտրակեղծիքների դեմ պայքարը, 50,000 մեր հայրենակիցների ձայները գողանալու դեմ։ Ձեր պայքարը, որ այդ օրը շուտ է։